մեր տեղեկություններով այսօր ազատություն Գիլարման Ղարաբաղյանի լուսանկարներ արվի կենտրոնի վրայից ինչ ինչերով, ինչպես նախնում այդպես էլ այս անգամ դերևս հստակ չի պարզաբանվում Հիշեցնեմ ընդամենը օրեր առաջ Սամվել Ղարաբաղյանի տեսա պաստառներն էին տաշվել Իսկիսայի օտայից, նույն այն վայրից, որտեղ ժամանակին տեղադրված էին այսօր արդեն քաղաքապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Աղինյանի նկարները Մասնագետներ ունեք, որ դա սպորտվեք։ Ես չեմ անում։ Մենք ենք անում ախպեր, ես չեմ ասում դու, ասում մասնագետներ ունեք։ Սահմանազատի բանալի այս բնական մասնագետների հիմա եկեք նա ժողովրդական հստակ ֆիքսենք։ Դեժիշտ կոշմանը որ դուք դա ապամոնտաժում եք ամեն գնով։ Ամեն գնով ասում եք սեփական տարածք իրավունք չունեք մտնելու դուրս եք։ Այդ մասով կարակ վարչական մամի գործողությունները բողոքանք եք։ Ամեն գնով է, եթե ես ասում եմ սեփական ներկայացուցիչ ես հայտարարում եմ ասում եմ մարդիկ իրավունք ունեն տարածքներ որևէ բան փոխել։ Ձեր ասած փաստական տվյալների համադրությամբ ես ուժում եմ Կպարզաբանեք այսօր ինչ խնդրի եք բախվել։ Հերթական ապամոնտաժում կոչված երևույթի հետ ենք առնչվում։ Այս հիմա էլ Տաշիր առևտրի կենտրոնի վերափակցված պաստառներ ապամոնտաժելու մասին է խոսքը։ Ոստիկանությունը փորձում է հասարակական կարգ պահպանի, քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են մտնել սեփականության իրավունքով պատկանող տարածք, ես ամբողջ տարածքը խնդրում եմ արձանագրել, այս մեքենաների կայանման վայրից սկսած սեփականության իրավունքով պատկանող տարածք է։ Ինչպես են պարզաբանում։ Ես քարտեզով դա ներկայացրել եմ, հատակագծերով ներկայացրել եմ, որ դրանք ամբողջը սեփականության իրավունքով պատկանող տարածքներ են։ Այս հիմա այս խոսքը գնում է այս տարածքի մասին, այստեղից փորձում են մուտք գործել մեր տարածք մեքենայով եւ ապամոնտաժել Սամվել Կարապետյանի լուսանկարը իրազեկման ակցիան։ Այսինքն սա պետք է ֆիքսենք նաև, որ գովազդի մասին օրենքի համապատասխան սա անգամ գովազդ չի հանդիսանում։ Իրազեկման ակցիա իրականացվում։ Ներեցեք քաղաքապետարանի ներկայացուցիչը դուք եք, հարգելի։ Դուք եք քաղաքապետարան։ Կպարզաբանեք ինչ հիմքով եք ես։ Բայց ես հարցազրույց չեմ տալիս։ Իսկ որ պահին եք տալիս։ Դիմեք մեր մամուլի հոսակը կպատասխանի քաղաք։ Դուք չգիտեք ինչ հիմքով եք եկել ապամոնտաժ։ Ուղղակի ցանկություն չունեմ, ես բայց աշխատանքային քննարկում է տեղի ունենում։ Ում հետ ոստիկանների հետ աշխատանքային Հասարակական կարգի պահպանության ծառայության հետ կապված։ Օրինական գործողություններին փաստացի դրանով խոչընդոտ։ Չէ, մեր տարածքի սահմանափակող կոպիտ ասած դարպաս է դրա, դարպաս է։ Ասում եք բացեք որ մտնեն ներս, այն դեպքում երբ որ ասում եք որ սահմանազատված չի, նոր նշում եք որ սահմանազատված չի։ Հիմա ասում եք այդ սահմանազատումը պատմում է սահմանազատում չի կարելի համարել։ Դա տրանսպորտային միջոցների մուտք ու ելքը խոչընդոտող կամ սահմանափակող միջոց է։ Տրանսպորտային միջոցների, ոչ թե։ Հենց տրանսպորտային միջոցները որ ապօրինի չմտնեն տարածք, որ դա գողություն անեն, ինչ որ բան փոխեն։ Ինչքան այնպես խոսան, կարակ այնպես բանը դուք ասում եք որ իրանք ապօրինի ներխուժում են կատարել, խնդրում ենք հիմա հենց հիմա եթե փաստացի տրանսպորտային միջոցը եթե մտնի ներս սահմանափակող տարածքից այս կողմ։ Եղավ որ սահմանազատված տարածքից մտավ, պարոն փոխգնդապետ։ Սահմանազատված տարածքից մտնելը կհամբսանա թե չէ։ Վարդին դա մենք ձեզ առաջարկում ենք, որպեսզի Ես հեսա կզգուշացնեմ այդ մեքենան տղերքը։ Մենք ձեզ դա համար զգուշացնում ենք։ Մի վարդին։ Որ վարչական արմինն է։ Այնոցիցով կա մի հատ։ Տղեր, այն Mercedes-ը քշեն հանենք դուրս էլի դեից։ Այն Mercedes-ը դեից հանեք առաջ տարեք էլի։
Մեքենան հանել։ Համաձայնաբար մենք փորձում ենք որպես հասարակական կարգ պահպանող բանի, Չես այդ որոշակի համաձայնություն ձեռք բերենք, որպեսզի որևիցե պրոցեսների ոչ մենք գնանք, ոչ դուք գնանք, այսինքն փոխ համաձայնեցված գործընթաց իրականացնենք։ Դա համար ես առաջարկում եմ մեքենաների, որը որ դուք չեք առարկում, եւ նաեւ միաժամանակ ստեղծեք վարչական մարմին, այլ իրավաչափ ճանապարհով բողոքարկեք վարչական մարմին։ Սահմանազատված է ցանկապատերը տեսնում եք այնտեղի դրած։ Ցանկապատերը գալիս արկելափակոցով փակում են։ Հիմա որ այդ մեքենան ներս մտավ, չեղա որ ինքը սեփական տարածք մտավ, որը սահմանազատված է։ Չէ, Այն նոր մի քիչ առաջ որ նշում եք։ Դրա համար Վարդան ջան, մենք հիմա ձեզ չենք ասում, հեսա կոտրում ենք, հեսա տեղափոխում ենք, հեսա հանում ենք, այդ լավ բաներ։ Ձեզ ընդհանրապես առաջարկում ենք կողմովին բացառիկ վարչական մարմնի գործունեություն, որ վարչական մարմինը իր վարչական վարույթի շրջանակային որոշակի գործ։ Մեր սեփականության յոնքով պատկանող տարածք շլագբաումը դրած կամ ցանկապատը կաշած, ինչ պիտի անենք, քանդեք։ Վարդան ջան, արեք հստակ տեսնենք։ Եկեք հստակ տեսնենք։ Ասում եք մեքենան հանեց։ Հիմա ասում են սահմանազատված տարածքից եք նոր խոսում որ ստեղծեք որ այդ մեքենան մտնի ներս, Վարդան ջան։ Մի րոպե կներեք, էլի սահմանազատում եք ասում եք չունենք։ Հենց հիմա ցույց եմ տալիս սահմանազատված տարածք է, որտեղ որ մեքենան առանց սեփական տիրոջ թույլտվության փորձում է մտնի։ Ջան, մեկ վարքան։ Սեփական տիրոջ թույլտվության եթե փորձեր մտնել, հիմա մեր այս խոսակցությունը հենց հիմա մենք չենք թույլ տալիս հələ։ Ես այդ եմ ուզում հստակ տեսնել։ Հիմա դուք համոզում եք ասում եք թույլտվություն տվեք։ Չենք համոզում, փորձում ենք առաջարկում եք որ ավելի համաձայնական ձևով լինի, լուծվի է սա։ Հակառակ վարագայում ինչ կլինի, պարոն Ղազարյան։ Եթե մարդիկ չեն թողում իրենց սեփական տարածք մեքենա մտնի, ինչ պիտի արվի։ Սեփական տարածքի մասով ստե սահմանազատում եք չկա։ Այսինքն մեր քայնա որ ցանկապատ չունեն, պարոն Ղազարյան։ Մի հատ խնդրում եմ եկեք գնանք կներեք։ Վարդան ջան, արեք մի հատ։ Եկեք նայենք, էլի։ Եկեք նայենք։ Եկեք պարոն Ալյան, եկեք ցույց տվեք։ Մեքենան փաստացում են այս կողմով մտցնել ներս։ Այս ցանկապ նոր մի քիչ առաջ նշում են, որ սահմանազատված չի ձեր տարածքը, հետեւաբար կարան մարդիկ ազատ մտնեն դուրս գան։ Հենց հիմա սահմանազատում տեսնում են ցանկապատ ու արկելափակոց։ Հիմա մեզ ասում են, չէ, լավ, ուրեմն արկելափակոցը բացեք, որ մենք մտնենք ներս ու գործողություն իրականացնենք։ Ասում ենք, սա սեփական տարածք է, բոլորն էլ ընդունում են, որ դա սեփական է։ Այս ամբողջ տարածքը սահմանազատված հատվածից սկսած ամբողջը սեփականության իրավունքով պատկանող տարածք է։ Հետեւաբար պետք է կամ իրանք մեր սեփականության իրավունքով պատկանող առարկան կոտրեն կամ ինչ-որ մի ձև անեն, ոստիկանների ներկայությամբ փորձեն ներխուժել։ Մեքենան եթե խոչընդոտում է, էլի սեփական տարածքում է, բայց խնդրեն ենք հանեն, բայց արկելափակոցը սովորական արկելափակոց է։ Բանը, որ ասում ես դու ավտո չի մտել։ Էսի երևի փոշիկի տեղին է, չէ՞։ Հիմա հստակ է։ Այս հաստատ լավ ասենք, տեխնիկական մասը։ Դրանից տարածի ընթացակարգեր կա, չէ՞, էքստրեմիս ծառայությունների համար մոտ պետք է ապահովի բաներ։ Ծառայություն քաղաքապետանի բերած, կոնկրետ բանաչ տեխնիկայի մասին չի խոսում, առասարակի մասին, չէ՞։ Դրա ուզում ասեմ, գործիքակազմի կա բացելու։ Որ դեպքում որ դուք լինի ծառայություն կա, բնականաբար դա բաց է։ Դուք ապահովեք ձեր կողմից չխոչընդոտելու գործողությունները, այսինքն կամովին ասենք։ Ասեք որն է խոչընդոտելը անում։ Այդպես կան մարդը պետք է չլինի։ Ես բոլորին խնդրեմ ձեր տրամադրության տակ եղած այս արկելափակոցը բացի ընդհանրապես բայց ինչի բացեն, որ սեփական տարած մարդ մտնի, ու որ սեփականները չի ուզում որ մտնի։ Բացեք այդ արկելափակոցը։ Դա հստակ ասում եք բացեք որ մարդ մտնի, ով որ սեփականները չի ուզում։ Եթե գտնում եք որ վարչական մարմին, տեղական ինքնաշխատական մարմինը սխալ է, շատ կոպիտ օրինակ վերեմ, բանվարացի դու ես դու տվել որ գողը մտնի, օրինակ շատ կոպիտ օրինակ վերեմ։ Ասում եմ դե դուրը բացեք թող գողը մտնի։ Բայց գողությունը շատ կոպիտ օրինակ եմ վերում։ Հիմա մեր տարածքն է, ասում եք թողեք մտնեն, գործողություն անեն, հետո դուք կգնաք կվիճարկեք, ասեք օրինականից օրինական չի։ Բանը, նա օրինականություն է շլագբաումի բան արեք քաղաքապետարանը Հա, բայց հետո Հարգելի հետևողներ, բանակցություններից հետո ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ տվեց քաղաքապետարանի աշխատակցին ճշտել արկելափակոցի տեղադրման իրավաչափությունը այս տարածքում։ Նշեմ, որ այստեղ նաև այսքան
ոստիկանական ուժերի ներկայացվածությունը այստեղ դեռևս հայտնի չէ, ասում են հասարակական կարգն է պահպանում։ Նշեմ, որ նաև քաղաքապետարանի աշխատակցիչ փոխեցին պարզաբանումներ ստանալ, ասաց, որ ցանկություն չունի հարցադրից տալու։ Ես հիշեցնեմ, որ խոսքը ընդամենը Սամվել Կարապետյանի այս տեսապաստանների մասին է, որտեղ ազատություն Սամվել Կարապետյանի հիշեցնեմ այս տարածքը պատկանում հենց Սամվել Կարապետյանի ընտանիքի մասնավոր տարածք է։ Տարածքը սահմանազատված չի։ Ձեր որպես օրինական տիրապետողի տրանսպորտի շահը սահմանափակի չէ, ոչ թե ռեգիոն։ Տրանսպորտ մտնեն ապօրինի տրանսպորտ մտցնել ու մեր գույքը վնասելու մասն է խոսքը։ Արտան ջան, եկեք հիմա որ 2-4 հատ վոլտ է, քիչ շլագբաում չենք բացի։ Շլագբաումն է ասեմ։ Բայց պետք է արձանագրենք, որ սա ներխուժում է ժողովրդական արձանագրում։ Սեփականության իրավունքով տատանող տարածք ներխուժում է։ Արձանագրեք մեր գործողությունը որ ամուր է։ Ձեզ ինչ հիմքով են այստեղ ուղարկել քաղաքապետարանի ներկայացուցիչ։ Մեր լրատվական վարչը։ Ձեր լրատվականը ընդհանուր դիրքորոշումներ է հայտնում լրատվամիջոցներին։ Ուրեմն այդ է, էլի։ Դուք չգիտեք ինչ հիմքով եք այստեղ։ Չէ, գիտեմ լրատվականից ճիշտ։ Բա մեզ հետ էլ կիսեք իմանանք ինչ հիմքով եք այստեղ։ Բարև ձեզ։ Կասեք ինչ հիմքով եք այստեղ գործունեություն իրականացնում։ Քաղաքապետարանի լրատվականից անդրադարձել Հոսիսային Բողոքայի Սամվել Կարապետյանի այսպիսի իրավական առումով պատրաստվածել եք հաստատ վստահ եմ, որ դուք համաձայնեք հողատի տեղադրման չափորոշիչներին չեն համապատասխանել, բայց թե ինչն է խախտվել էկրանների չափը, մեր խնդիր եղել գրառումը, այդպես էլ չեն հստակեցել։ Հիմա դարձյալ այսպես առանց հստակեցումների քաղաքապետարանի աշխատակիցները այստեղ են, դարձյալ հորդորելով կապ հաստատել մամուլի բաժնի հետ, իրենց լրատվականի հետ, որտեղից հիշեցնեմ ընդամենը այս արձանագրումներն էին արվել։ Նշենք, որ և հաստացի անցնելու են գործի Բարև ձեզ։ Ներեցեք պարզաբանում եք դուք։ Ինչու՞։ Ում եք տվել։ Հաստաբան։ Իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեք ուզում պարզաբանել, ինչ հիմքով եք այստեղ։ Իսկ երբ որ Ավինյանի նկարն է տեղադրվում Հոսիսային Պողոտայի մեջ, ժամանակ այսպիսի նախաձեռնություններով հանդես եկել եք։ Ես այն անգամ քաղաքական գովակը տեղադրել Ավինյանը քաղաքական բանտի չի։ Քաղաքապանում էին ուզում լսեք, դուք եկաք խանգարեցիք,
Պարոն Ալոյան, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է հիմքերը ձեզ են ներկայացրել, ինչ հիմք են ներկայացրել։ Որևէ հիմք առկա չի, հղում են անում ավականու 37-ին որոշմանը, որով հստակ սահմանված է, որ նախ այդ ավականու որոշումը ոչ իրավաչափ է, որը մեր կողմից առաջիկա օրերին դատարանում վիճարկվելու է, որ հողում է արվում դրան եւ ասում է, որ մենք կարող ենք սեփականության իրավունքով պատկանող ցանկացած տարածք մտնել, ապոմոնտաժում անել, ասում է մյուս տեղերում արել ենք, ոչ մեկ ձեն չի անել, դրա համար անում ենք, ասում դե սխալ է եղել, որ մյուսներին տեղեր արել եք, մարդիկ ձեն չեն անել, այդ դրանով առաջնորդես ապօրինի գործողություններ իրականացնես։ Այստեղ փորձում են հիմա ապոմոնտաժեն Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը, որը փակցվել է սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Ու հենց հիմա ապօրինի գործողություններ իրականացում, ներխուժում է կատարվել տարածք, այդ թվում նաև տեխնիկայով, ոստիկանությանը խնդրել ենք վերացնել ներխուժումը, ոստիկանության ներկայացուցիչները հայտնեցին, որ տարածքը սահմանազատված չի, այնինչ մի քանի րոպե առաջ ինքներդ տեսակ, որ մեզանից խնդրում էին, որ արգելափակոցները բացենք, որ այս մեքենաները կարողանան մուտք գործել, տրանսպորտային միջոցը մուտք գործի եւ գործողություն իրականացնել։ Այսինքն մի կողմից նշում են, որ սահմանազատում չկա, հետեւաբար չեն կարող հասկանալ ներխուժում կա թե չկա, երկրորդը խնդրում են, ասում են կլինի բացեք, որ հասարակական կարգ չլինի, մենք ստիպված չլինենք միջոցներ կիրառել, քանդել այդ արգելափակոցը եւ այլն։ Այսինքն երկակի ստանդարտների հետ ենք arbeitet, քանի րոպեվա ընթացքում։ Հասկանալի է նաեւ, որ սա ունի քաղաքական համատեքստ, հաշվի առնելով, որ օրեր առաջ նաեւ Հյուսիսային պողոտայից էին հեռացվել տեսապաստառները, ասացիք, որ պատրաստում եք կոնկրետ դիմել կոնկրետ դրվագով դատարան, առհասարակ այս թիրախավորման հետ կապված որոնք են ձեր քայլերը հաջորդում։ Նախ նշեմ, որ ինչպես ճիշտ նշեցիք, ուրբաթ օրը արդեն իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի հաղորդումը ներկայացրել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասով, այդ թվում մեր LED էկրանների հետ կապված կողոպուտի մասով կոնկրետ հաղորդումը ներկայացվել եւ երկրորդը ոստիկանության աշխատակիցների անգործության մասով։ Իսկ ոստիկանության աշխատակիցները ներխուժումը փաստացի չեն վերացրել, ինչպես եւ հենց հիմա նորից չեն վերացնում։ Շնորհակալություն։ Ուզում էի ուղիղ եթերում ձեզնից պաշտոնական մեկնաբանություն լսել, թե ինչ ինքով է այս պահին Տաշիր առևտրի կենտրոնի վրայից ապամոնտաժում Սամվել Կարապետյանի տեսապաստառը լուսանկարը։ Ահա լսեցիք։ Քաղաքապետի մամուլի խոսնակը փոխիկ դեպքերում նշել, որ դեպքերի համապատասխանությունից եւ մեծ կտեղեկացնի, նշեմ, որ համապատասխան բաժին ներկայացուցիչներն ամեն դեպքում կսպասենք արձագանքի, մենք արձանագրել համենը, որ այս պահին քաղաքապետարանի համապատասխան բաժնի մեքենան այստեղ է եւ գործը սկսված։